Բարև ձեզ սիրելի բարեկամներ, սկսում ենք Astromix հաղորդաշարի երթական թողարկումը, արտագնա թողարկումը եւ այսօր շատ հետաքրքիր թեմայի մասին ենք խոսելու, ինչ է սպասվում փետրվարին, բայց մինչ բուն նյութին անցնելը ավանդաբար հորդորում եմ ձեզ անպայման բաժանորդագրվել Anti-Fake YouTube-յան ալիքին, նաեւ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքներին, աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ YouTube-յան ալիքից եւ Astromag եւ Talisman-ների երկրորդ մոգական YouTube-յան ալիքին։ Բոլոր հղումները այս վիդեոյի տակ նկարագրության մեջ են։ Եվ այսպես, ինչ է մեզ սպասվում փետրվարին։ Փետրվարը բավականին բարդ ամիս է լինելու, պետք է զգուշացնեմ, ինչու, որովհետեւ նախ Սատուրն մորակը վերջնականորեն մուտք կգործի Խոյ կենդանակի, որտեղ արդեն իսկ հունվարի 26-ից գտնվում է Նեպտունը, եւ իհարկե այս երկու ծանր մուրակների միությունը Խոյ կենդանակերպի 0 աստիճանում, այսինքն գարնանային գիշերը հավասարի օրը, շատ բացառիկ աստղաբանական երևույթ եւ դիտարկվում է շուրջ 1000 տարին մեկ, այնպես որ շատ ճակատագրական փոփոխություններ են սպասվում, հատկապես կրոնի բնագավառում, հավատքի բնագավառում, սահմանադրության ոլորտում, Սատուրնը դա սահմանադրությունն է, կրոնական կանոնադրությունների ոլորտում, որը նույնպես շատ այսպես մեծ թափով կզարգանա այդ բոլոր փոփոխությունները մոտակա 2 տարիների ընթացքում։ Հաջորդը փետրվարին բացվում են խավարումների ձմեռային միջանցքը, բացվում է եւ առաջի խավարումը տեղի կունենա 2026 թվականի եւ ի վերջո փետրվարի վերջում մենք ունենանք շատ լարված փոխհարաբերություն Մարս եւ Ուրանի միջեւ եւ նաեւ փետրվարի վերջին նաեւ Մերկուրին կապեև հեռահաղորդակցության մորակը դառնում է հետընթաց, այդ իսկ պատճառով ամիսը բավականին բարդ է լինելու, տագնապներով լի եւ նաեւ հիշեցնեմ, որ փետրվարի 4-ից հենց սկսվում է, այսինքն ըստ արևելյան արեգակնային օրացույցի սկսվում է հենց հրեղեն ձյու տարին, կարմիր հրեղեն արնագույն ձյու տարին, այսինքն արդեն այդ տարվա անհանգիստ տատանողական էներգիաները, այսպես ասած, իրենց իրավազորությունների մեջ կմտնեն հենց 26 թվականի փետրվարի 4-ից, իսկ լուսնային օրացույցով տարին սկսվում է հենց արևի օղակաձև խավարմամբ, այսինքն լուսնային արևելյան լուսնային օրացույցով եւ դա իհարկե նույնպես նշանակում է, որ տարին շատ անկայուն է լինելու, տատանումներով լի, փորձություններով լի, որտեղ արևի օղակաձև խավարմամբ միշտ չէ, որ տարի է սկսվում, նույնպես շատ խորհրդանշական է, այնպես որ պետք է զինվենք համբերությամբ եւ փորձենք այսպես շատ ավելորդ ինչ որ մարմնական շարժումներ չանել, որպեսզի չհայտնվել բարդ իրավիճակում, իսկ փետրվարը սկսվում է փետրվարի 2-ին, Երևանի ժամանակով 2:09 րոպեին, փետրվարյան լիալուսնով 13 աստիճան առյուծ կենդանակերպում եւ այն ուղեկցվելու է մորակների շքերթով, 5 մորակ հայտնվում են ջրհոսում, սիրելի բարեկամներ, դրանք են Մարսը, Պլուտոնը, Արեգակը, Վեներան եւ Մերկուրին եւ այդ ամենը դիմակայելու իհարկե լուսնին, որը մեծ լարվածություն է խոստանում, այսինքն հենց փետրվարի սկզբից արդեն մենք կզգանք այդ լարվածությունը, թեպետ եւ արդեն զգալի ԱՄՆ եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև մեծագույն լարվածությունը, որը աճում է գնալով եւ փետրվարի ընթացքում այն շատ հնարավոր է նաեւ ռազմական բախման վերածվի, լսեք վիդեոն մինչև վերջ, ես մանրամասն կներկայացնեմ, թե երբ հնարավոր է դա տեղի ունենա։ Այս լիալուսինը իհարկե շատ բարենպաստ է բոլոր հրեղեն նշանների համար, ինչպես խոյերի, այնպես էլ առյուծների, հատկապես եթե դուք ծնվել եք սիրելի առյուծներ, օգոստոսի 3-ից 8-ը մեծապես կազդի ձեր այս լիալուսինը, այնպես էլ աղեղնավորների վրա, խոյերի հիմնականում անձնական կյանքի վրա կազդի, առյուծներին կյանքի բոլոր ոլորտներին, իսկ առյուծներին ավելի շատ ճամփորդությունների հետ կապված փոփոխություններ, արտասահմանի հետ կապված փոփոխություններ են սպասվում։
Այս լիալուսինը իհարկե միջակ է ուրեմն օդի նշանների համար, ինչպես երկվորյակների, այնպես էլ կշերքների եւ ջրհոսների համար։ Ջրհոսների համար առավելապես լարված է, որովհետեւ 7-րդ աստղատանն է հայտնվում ջրհոսների, որը բերում է իհարկե մեծ տատանումներ, հատկապես անձնական կյանքում եւ միջավայրի հետ փոխհարաբերություններում։ Եվ ինքը այնքան էլ բարենպաստ չէ հողի եւ ջրի նշանների համար, հողի նշանների համար, ինչպես ցլերի համար, այնպես էլ կույսերի համար, հատկապես կույսերի եւ այծեղջյուրների համար խիստ անբարենպաստ կանդրադառնա այս լիալուսինը, իսկ ջրային նշանների համար հիմնականում բարենպաստ է խեցգետինների համար, առյուծների համար եւ սակավ բարենպաստ իհարկե նաեւ ձկնիկների համար։ Ձկնիկները պետք է հետևեն առողջությանը։ Փետրվարի 4-ին հենց արեգակնային օրացույցով սկսվում է կարմիր հրեղեն ձիու տարին։ Եվ հենց այդ նույն օրը անսպասելի փոփոխություններ է, որ Ուրանը կանգ է առնում 27 աստիճան ցուրտ կենդանակերպում, իսկ Ուրանը վերջնականորեն կմտնի երկորյակներ 26 թվականի ապրիլի 26-ին եւ հենց ապրիլը, հատկապես ապրիլի վերջը շատ լարված ժամանակահատված է լինելու, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության համար։ Փետրվարի 7-ին, սիրելի բարեկամներ, Մերկուրին, կապեվեռարթակցության մորակ Մերկուրին Երևանի ժամանակով 2:47 րոպեին մտնում է ձկներ, բայց նա հետընթաց է դառնալու փետրվարի 26-ից 10:48 րոպեին Երևանի ժամանակով Մերկուրին հետընթաց կընթանա ձկներ կենդանակերպում։ Իհարկե ձկներ կենդանակերպում Մերկուրին թույլ է եւ այստեղ հնարավոր են հենց այդ ակտիվանան, հենց այդ կրոնական հավատքի եկեղեցու դեմ այդ պայքարը, այդ բոլոր հարձակումները, ուրեմն բարձրագույն հոգևորականության եւ վեհափառի վրա փետրվարի ընթացքում շատ կսաստկանան։ Մի կողմից Սատուրնը եւ Նեպտունը միանում են խոյ կենդանակերպ, որ խորհրդանշում է այդ խաչակրած արշավանքը կրոնի հավատքի դեմ, այսինքն այդ խաչակրած արշավանքը դա արդեն պրակտիկ բնույթ է ստանալու, այսինքն հարձակողական բնույթ է ստանալու, եւ մյուս կողմից էլ փետրվարի 7-ին եւ փետրվարի 10-ին նաեւ Վեներան սիրով գեղեցկության մորակը Երևանի ժամանակով 14:18 րոպեին մուտք կգործի ձկներ, այսինքն մորակները աստիճանաբար փետրվարի 7-ից հետո սկսելու են կուտակվել ձկներում, որը կնշանակի, որ հենց ձկները կապված են քրիստոնեության հետ, հավատքի հետ, դա հենց այն բացարձակ հավատքն է, երբ մարդը պատրաստ է ամեն ինչի, անգամ ինքնազոհության հանուն իր գաղափարների եւ իդեալների, այդ ձկները դա են խորհրդանշում եւ Մերկուրիի Վեներայի գտնվելը ձկներում իհարկե մեծապես կազդի եւ խնդիրն այսինքն այս ոլորտում որոշակի տեղաշարժեր եւ փոփոխություններ են լինելու։ Եթե Մերկուրին անբարենպաստ է ձկներում, իհարկե Վեներան շատ բարենպաստ է, որտեղ ձկների 28 աստիճանում Վեներան հասնում է իր զորության գագաթնակետին։ Այս դիրքերը ձկներում Վեներա եւ Մերկուրիի բարենպաստ են հատկապես ջրային նշանների համար, ինչպես խեցգետինների, այնպես էլ կարիճների եւ հատկապես ձկների համար, բնականաբար, եւ անբարենպաստ են հրեղեն նշանների համար, հատկապես խոյերի համար, եւ առյուծների համար, միջակ են աղեղնավորների համար, բարեխառն է օդի նշանների համար, ինչպես երկվորյակների, այնպես էլ կշերքների եւ շատ բարենպաստ է ջրհոսների համար, որոնք կվայելեն ֆինանսական նոր հոսքեր եւ նոր ֆինանսական հնարավորություններ կբացվեն ջրհոսների առջեւ փետրվարի 7-ից հետո։ Շատ իհարկե ասացինք, որ անբարենպաստ է օդի նշանների համար միջակ է, արդեն ասացինք, եւ ամենակարևոր աստղաբանական իրադարձությունը
Դա փետրվարի 14-ին փետրվարյան կարևորագույն իրադարձություն փետրվարի 14-ին 4:11 րոպեին Չարաբաստիկ Սատուրնը մուտք է գործում Խոյ եւ մինչեւ 28 թվականի ապրիլի 13-ը Սատուրնը մնալու է Խոյ կենդանակերպում, որը նշանակում է, որ Խոյը դա զոդիակի առաջին նշանն է եւ խորհրդանշում է ակտիվություն, նախաձեռնություն, հենց այդ սահմանադրական փոփոխությունների հետ կապված այս տարի անպայման դա տեղի ունենալու եւ եկեղեցական այդ կանոնադրությունը նույնպես փոխվելու է։ Սատուրնի եւ Նեպտունի միությունը Խոյ կենդանակերպում դա ամեն դեպքում կարագացնի հատկապես փետրվարի այս կեսերից հետո դա ուժեղ թափ կառնի։ Սատուրնը Խոյ կենդանակերպում իհարկե հրեղեն նշանների համար է բարենպաստ եւ Խոյերի համար կարմիկական կամ ճակատագրական փորձություններ են կամ քննություններ են նախապատրաստված, առուսների համար բարենպաստ է ճամփորդել, նոր գիտելիքներ ստանալ եւ աղեղնավորների համար գիտելիքների ոչ միայն գիտելիքներ, այլ ավելի շատ անձնական ոլորտում փոփոխությունների շրջան է լինելու։ Անբարենպաստ է իհարկե հողի նշանների համար, հատկապես ցուլերի համար եւ կույսերի համար, միջակ է ձկների համար։ Օդի նշանները համար եւս բարենպաստ է, այստեղ Մերկուրի նոր միջավ, այսինքն Մերկուրի ղեկավարության տակ գտնվող երկվորյակները նոր շփումներ, նոր կոնտակտներ, նոր ընկերական միջավայր, հաջորդը այ բավականին բարդ է այս դիրքը կշերքների համար եւ Սատուրն եւ Նեպտունը միանում են կշերքների 7-րդ աստղատանը, որը միջավայրի մասին, փոխհարաբերությունների մասին է խոսում միջավայրի հետ, այսինքն լարված են լինելու այս 2 տարիների ընթացքում հարաբերությունները ինչպես գործընկերների, այնպես էլ զուգընկերների հետ։ Միջակ է նաեւ ասացինք արդեն այդ հողի նշանների համար կա այս եղջյուրների համար միջակ է, վատ է ցուլերի եւ կույսերի համար, ջրհոսների համար է բարենպաստ, ձկների համար նույնպես բարեխառն է։ Եվ իհարկե ամենակարևորագույն իրադարձությունները փետրվարի կեսից է սկսվում, երբ Սատուրնը մուտք գործի Խոյ 3 օր անց, այսինքն փետրվարի 17-ին արդեն Երևանի ժամանակով 16:11 րոպեին տեղի կունենա արևի օղակաձև խավարումը 28 աստիճան ջրհոսում, որը տևելու է 2 րոպե եւ 19 վայրկյան, այդ ժամանակ փետրվարի 17-ից 3-ը ցանկալի չէ գտնվել դրսում, այսինքն բաց երկնքի տակ, որովհետեւ ինչքան տևի այդ խավարումը, այդքան էլ դուք կարող եք կորցնել ձեր հաջողությունը, առողջությունը եւ այլն։ Բարեբախտաբար մեր հարթություններում այդ խավարումը չի երևալու, ամբողջական ֆազան կդիտվի միայն Անտարկտիդայում, Չիլիում, Արգենտինայում եւ Հարավային Աֆրիկայում։ Եվ խավարումների միջանցքը կփակվի մարտի 3-ին լուսնի ամբողջական խավարմամբ։ Եվ բավականին լարված խավարում է, բավականին ծանր խավարում է, ես կարծում եմ, որ հենց այդ հակաիրանական գործողությունները ԱՄՆ-ն հենց այդ ժամանակ էլ կնախաձեռնի, ինչու, որովհետև Պլուտոնն ու Մարս այս խավարման հորոսկոպում հայտնվում են 7-րդ, այսինքն հզոր եւ նախահարձակ թշնամիներ, բայց այդ թշնամիներ, իսկ արևը եւ լուսինը կմիանան 8-րդ տանը Վեներայի հետ միասին, որը նույնպես էքստրեմալ իրավիճակների եւ ճգնաժամերի տունն է, այսինքն բավական բարդ շրջան է։ Խավարումը իհարկե բարենպաստ են ու համեմատաբար բարենպաստ կլինի օդի նշանների համար, միջակ է նաև մնացածների համար, իհարկե միջակ է Խոյերի համար, առուսների համար շատ լարված շրջան է, հատկապես փոխհարաբերությունների տեսանկյունից զուգընկերների եւ գործընկերների հետ, հատկապես կազդի այն առուսների վրա, ովքեր ծնվել են օգոստոսի 18-ից 21 ընկած ժամանակահատվածում։ Հողի նշաններից իհարկե անբարենպաստ է ձկների եւ կույսերի համար եւ միջակ է ցուլերի համար։ Օդի նշանների համար լավ է, ընդհանուր առմամբ ասացինք արդեն, եւ անբարենպաստ է նաեւ ջրային նշանների համար, հատկապես խեցգետնիների եւ ձկների համար։
Իսկ օգոստոսի 18-ին, սիրելի բարեկամներ, Արեգակը Երևանի ժամանակով 19:51 րոպեին մուտք կգործի ձկներ, ես շնորհավորում եմ բոլոր ձկնիկներին, Արեգակը ձկնիկներում կմնա մինչև մարտի 20, այսինքն գարնանային գիշերահավասարը։ Նու իհարկե ջրային էներգիաների աճը նույնպես կնպաստի նաև այսպես եւ կրոնական այդ պայքարի ակտիվացմանը, հակաեկեղեցական պայքարի ակտիվացմանը եւ մյուս կողմից կնպաստի այսպես կա արտահայտություն, հա, բարի մտադրություններով ճանապարհը դեպի դժոխք է, հա, հարթվում, այ դա շատ բնորոշ կլինի հենց այդ փետրվարի 18-ից հետո, երբ արդեն նաև Արեգակը մուտք կգործի ձկներ, հիշեցնեմ, որ նաև փետրվարի 7-ից Մերկուրին եւ Վեներան փետրվարի 10-ին նույնպես մուտք են գործել ձկներ եւ սա ամեն դեպքում բավական բարդ ժամանակահատված է, հատկապես մեր եկեղեցու եւ մեր վեհափառի համար, շատ ծանր շրջան է սպասվում, պես որ պետք է ամեն ձև փորձենք աջակցենք, փորձենք նաև աջակցենք մեր քաղաքական բոլոր բանտարկյալներին, նաև գերեվարված անձանց, որտեղ նրանց ճակատագիրը նույնպես արդեն որոշվելու է այդ ընթացքում, հստակ որոշվելու է այդ ընթացքում։ Եվ իհարկե ջրային էներգիաները նրանք շատ եւ դրական եւ բացասական ազդեցություն են։ Դրականը նա է, որ մարդիկ ավելի էմոցիոնալ են սկսելու նայել կյանքին, ավելի այսպես զգացմունքների զգայական աչքերով են նայելու, բայց բացասականն է նա է, որ հակվածությունը լինելու է ինչ-որ գաղտնի գործողությունների, խարդավանքների, հարձակումների, այսպես մեջքի հետևից հարվածների, այ դա ձկները շատ սիրում են, այսինքն ձկների այդ էներգետիկան շատ բարենպաստ է նման գործողությունների համար եւ հատկապես անբարենպաստ է ձկնային էներգիան հրեղեն նշանների համար, հատկապես խոյերի եւ առյուծների համար, միջակ է հողեղեն նշանների համար, նույն իհարկե բացառությամբ կույսերի համար խիստ անբարենպաստ է, որտեղ սրվելու են հակասությունները կույսերի եւ իրենց միջավայրի եւ զուգընկերների, գործընկերների միջև, այ դա շատ անբարենպաստ է իհարկե կույսերի համար եւ այծեղջյուրների համար բարեխառն է, օդի նշանների համար եւս բարեխառն է, օդի նշաններից իհարկե հատկապես ջրհոսները կօգտվեն, որովհետեւ նրանց երկրորդ աստղատունն է ձկները եւ կնպաստի դա նոր ֆինանսական այսպես հնարավորությունների ի հայտ գալուն, նու իհարկե ամենալավը դա ջրային նշանների համար է, Արեգակի տարանցումը ձկներով, բայց ամեն դեպքում ձկները, քանի որ լինելով 12-րդ նշանը զոդիակի, ցանկալի է ավարտին հասցնել այն ամենը, ինչ որ դուք չեք հասցրել անել, որտեվ երբ նոր ցիկլը սկսվի եւ Արեգակը մուտք գործի խոյ, այսինքն նոր աստղաբանական տարին սկսվի արդեն մարտի 21-ին, դա այդ ժամանակ Սատուրնը, քանի որ Արեգակը միանալու է նաև Սատուրնի եւ Նեպտունի հետ, Սատուրնը մեծ քննության է առնելու այն ամենը, ինչ դուք արել եք մինչ այդ, այնպես որ եթե ցանկանում եք այսպես տարին ավելի դինամիկ լինի, ավելի շատ հաջողություններ ունենաք, աշխատեք այս մինչև գարնանային գիշերավասարը ավարտել ձեր բոլոր գործերը։ Մյուս կարևոր եւ բարդ հատկապես փետրվարի վերջն է բական լարված, այստեղ ես նշել եմ հենց վիդեոյի սկզբում Մարսն ու Ուրանը քառակուսի են կազմելու 27 աստիճան ջրհոսում գտնվելու է Մարսը եւ 27 աստիճան ցուրտ կենդանակերպում Ուրանն է, այս լարված փոխհարաբերությունը տեղի ունենալու փետրվարի 24-ից մարտի 3 ընկած ժամանակահատվածում եւ այդ ժամանակ հնարավոր են ռազմաքաղաքական լարվածության կտրուկ աճ, հնարավոր են ռազմական նոր գործողություններ սկսվեն, թեժ կետերում, որտեղ արդեն իսկ արկա են այդ գործողությունները, ավելի առնահեղությունը սաստկանալու է, որտեղ Մարսի եւ Ուրանի լարված փոխհարաբերությունը դա հենց պատերազմական գործողությունների մասին է խոսում եւ բավականին կատաղի եւ դաժան պատերազմական գործողությունների մասին է խոսում եւ
սա իհարկե շատ անբարենպաստ, որ շատ անակնկալ ձևով կարող այդ հարցակումը տեղ ունենալ։ Ուրանը անսպասելի փոփոխությունների մոլորակ է եւ հենց Մարս այդ ժամանակ հենց գտնվում է Ուրան մորակի տիրապետության տակ գտնվող ջրհոսում, այսինքն այդ հարցակողական անսպասելի խարդավանքների շրջանը, որ ասացի, դա լիարժեքորեն մենք կտեսնենք արդեն փետրվարի 24-ից մարտի 3 ընկած ժամանակահատվածում եւ նաեւ այդ ժամանակ ցանկալի չէ ճամփորդել, որովհետեւ հավանական են խնդիրներ կապի հետ, լոգիստիկայի հետ կապված, ինչ որ ուշացումներ չվերթների, հատկապես փետրվարի 26-ից հետո, երբ Մերկուրին դառնա հետընթաց, բնական աղետներ, մարդածին աղետներ, այնպես որ այս շրջանը շատ այսպես բարդ, օրերը բական բարդ են։ Պես որ պետք է զգուշանալ եւ հատկապես որպեսի չհայտնվել այդ ռազմական գործողությունների, այսպես ասած, սկիզակետում, իսկ մենք անմիջական մոտակայքում ենք գտնվելու այդ ռազմական գործողություններից հավալիորեն։ Հայաստանը, այսինքն Պարսկաստանի ամենամոտ հարևաններից է եւ բնականաբար եւ միակ դաշնակից է, բայց նա իհարկե դավաճանելու եւ դրժելու է իր այսպես պատմական առաքինությունը պահել եւ պահպանել այդ արիական մշակույթը, որը որ գիտեք որ այդ միսիան, որը դրված է հայ ժողովրդի եւ Հայաստանի վրա։ Այստեղ ուզում եմ նաև նշել Սև լուսնի մասին, այդ Սև լուսնի տարանցումը աղեղնավորով նույնպես նպաստում է լայնամասշտաբ պատերազմների եւ դիվանագիտական, այսպես անօրինությունների, իրավաբանական անօրինությունների, այսինքն արդեն օրենքը վերլուծվում է եւ մեկնաբանվում է ինչպես հարմար է այս կամ այն ռեժիմին, այս կամ այն ինչ-որ ուժային կենտրոնին, այսպես է ստացվում, երբ Սև լուսինը տարանցում է, գիտեք, որ աղեղնավորով սկսած դեկտեմբերի 20-ից 25 թվականի եւ այժմ Սև լուսինը փետրվարի ընթացքում անցնելու է 4 աստիճան աղեղնավորից մինչև 7 աստիճան աղեղնավոր, եւ իհարկե նա կազդի նախ եւ առաջ աղեղնավորների վրա, հատկապես այն աղեղնավորների, ովքեր ծնվել են նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1 ընկած ժամանակահատվածում, այն նրանց մոտ հնարավոր են էներգիայի կորուստ, առողջության հետ կապված խնդիրներ, լարվածություն, բացասական ազդեցությունների աճ, այսինքն նավս, աճք, ինչ որ թուղթուգիր, այդպիսի առողջության հետ կապված հնարավոր ինչ որ անհասկանալի խնդիրներ լինեն, իսկ ռազմաքաղաքական իմաստով արդեն ես վերլուծեցի, ներկայացրեցի ձեզ, որ սովորաբար պատմության մեջ այդ ժամանակահատվածներ Սև լուսինը տարանցում է աղեղնավորով, դա դիվանագիտական այսպես խարդավանքների, անօրինության եւ պատերազմական շրջան է լինում այդ ժամանակ 16 թվին նույնպես Սև լուսինը գտնվում էր իդեպ երբ 4-օրյա այդ պատերազմը առաջին սկսվեց, այսինքն լայնամասշտաբ պատերազմը այդ Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ, դա իհարկե նույնպես այն ժամանակ, երբ որ Սև լուսինը գտնվում էր աղեղնավորում, դա պարտադիր չէ հենց Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված լինի այս ռազմական գործողությունները, բայց այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է հայտնվել ռազմական բախման, այսպես իբրև թաթերաբեմ, այլ պետությունների կողմից պլացդարմ Պարսկաստանի դեմ ռազմական գործողությունների համար, դա ես նշել եմ վաղուց, դեռևս 10 տարուց ավել այդ վերլուծությունները, որ ես ներկայացրել եմ, այդտեղ ես այդ ամենը մանրամասն վերլուծել եմ եւ ներկայացրել եմ։ Այնպես որ զգուշանանք, իհարկե փետրվարը միանշանակ ամիս չի լինելու, դա լավագույն ամիս չէ ինչ որ նոր նախաձեռնությունների համար, նոր բիզնեսի համար, նոր ինչ որ պարտականություններ ստանձնելու համար, անձնական ոլորտում ինչ որ դրական զարգացնել, նույնպես մինչև փետրվարի 17-ը աշխատեք, եթե ցանկանում եք ամուսնանալ կամ նշանադրվել, որովհետև փետրվարի 17-ից հետո բացվելու է խավարումների ձմեռային միջանցքը մինչև մարտի 3-ը եւ այդ ժամանակ նույնպես անբարենպաստ է
հարսանիքներ, ամուսնություններ, չգիտեմ, նշանադրություններ կամ այլ կարևոր ինչ-որ նոր աշխատանք, նոր բիզնես սկսելը, որտեվ հետագայում եթե դուք սկսեք ինչ-որ գործընթաց խավարումների միջանցքից, հետագայում շատ դժվար կլինի շտկել դա կամ ինչ-որ ճիշտ ուղղության մեջ դնել, այլ ուղղությամբ տանել, դա բավական բարդ կլինի, սիրելի բարեկամներ, այնպես որ այսքանը այն ամենի մասին, ինչ որ մեզ սպասվում է փետրվարին 2026 թվականի, անպայման բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք նաև Աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի YouTube-յան ալիքին, հետևեք ինձ նաև Telegram-ում, Instagram-ում, Facebook-ում եւ TikTok-ում եւ մշտապես սավանդաբար ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, հաջողություն կհանդիպենք։